Ղազարյան, նախորդ անգամ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նույն այս ընդունելության շրջանակներում բոլորին ընդունել էր բացի ձեզանից։ Այսօր մտավախություն չունեք, որ նույնը կարող է անել նաև Արշակյանը։ Չեմ կարծում, որ նույն կերպ կվարվի պարոն Արշակյանը, որովհետև առավել ևս, որ ես դրանից հետո հաղորդում եմ տվել հանցագործության մասին, իրավական գնահատական տալու Ռուբեն Ռուբինյանի վարքագծին, եւ կարծում եմ, որ Հակոբ Արշակյանը իմանալով, որ նման վարքագծի դրսևորումը քրեորեն պատժելի առարկա, չեմ կարծում, որ ինքը կգտնի իր գործընկերոջ արդեն կատարած ենթադրյալ հանցագործությունը եւ կներկայանա իրենց իսկ կողմից սահմանված ժամին ընդունելությանը։ Այսօր նաև մեկ այլ հանդիպում էր նախատեսված հանձնաժողովի անդամների հետ, որը չկայացավ, ինչն էր պատճառը։ Ինձ զանգեցին ազգային ժողովի աշխատակազմից, հենց ընդունարանի աշխատակիցները պարզապես տեղեկացրեցին, որ այդ ընդունելությունը հետաձգվում է, որևէ այլ պատճառ չեն ասել, թե ինչ պատճառով է հետաձգվում։ Ես կարող եմ ենթադրել, այս մի քանի օրերի հանդիպումներին գալուց ընդունելության ես հասկացել եմ հետևյալը, որ հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են գալի ընդունելության եւ ներքին պայմանավորվածություն ունեն, որ ամեն մի ընդունելությանը պատգամավորներից մեկն է մասնակցում։ Ամենայն հավանականությամբ ենթադրում եմ, ես դա կճշտեմ, ընդունելության պետք է գա երևի քպեական պատգամավոր իր հերթն է եղել, եւ չեմ կարծում, որ իզից բացի կարող այլ քաղաքացի գրանցված լինի։ Ես վաղը երկուշաբթի օրը հարցում կներկայացնեմ ազգային ժողով, թե իզից բացի քանի քաղաքացի է գրանցված եղել այդ ընդունելության համար։ Չեմ կարծում տնտեսական հարցերի հանձնաժողովի համար շատ ընդունելություն ունի, որպես կանոն ավելի շատ հերթագրվում են սոցիալական հարցերի հանձնաժողովի սոցիալական հարց։ Հնարավոր է, որ միայն ես եմ գրանցված եղել ընդունելության համար եւ պետք է այդ ընդունելությունը վարել քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, կարծում եմ։ Սա հուշում է, որ ԿՊԱ-կանները ցանկություն չունեն ձեր հետ հանդիպել։ Համենայն դեպս այս արդեն մեկ շաբաթ է հանդիպումները, մի հանդիպում ես եմ բաց թողել դատարանի դատական լիստի գալ մասնակցել հանդիպման։ Մյուս հանդիպումներին քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր չի եղել, այսինքն կայացել են այն հանդիպումները, որտեղ մի դեպքում եղել է Հայաստան խմբակցության պատգամավոր, մի դեպքում խմբակցությունների կազմում չգրկված պատգամավոր եւ Ռուբինյանն էլ հրաժարվել է ինձ տուր, այսինքն փաստացի ձեր այդ դատողությունը, ենթադրությունը հիմնավոր է, որ ըստ էության այս պայմանությամբ ամենայն դեպս խուսափում են այս հանդիպումներից։ Պարոն Ղազարյան, Ռուբեն Ռուբինյանը ձեր մասին գրառում էր արել, անդրադառնալով Գեգամ Նազարյանին վերաբերյալ ձեր ասացին, ասում է ինչպես կարող է զոհվածի հոր նկատմամբ նման արտահայտվել եւ երեկ էլ ճեպազրույցում Վահագն Ալեքսանյանն էր ասում են ինչպես կարող եմ հանդիպել մի մարդու հետ, ով ասում է լապ կտամ, ԿՊԱ-ական պատգամավորները հավանաբար ձեր արտահայտություններից լապ, եթե չեմ սխալվում, լապի մասին է։ Երբ դուք ասում եք գնանք սրճարան, ես մի ամերիկանո պատվիրեմ, Լագյանով ինչ որ։ Բայց ես չեմ ասել, որ դա լապ, այնքը ենթադրել է, որ դա կարող է ախորժակն է քաշել կամ չգիտեմ ինքը մենյուից դա պետք է պատվիրացնի։ Ես ասել եմ, որ ինքը առատ պիտի ուտի, բայց չգիտեմ դրանից ինչի է ինքը անհանգստացել, բայց պատգամավորը կհայմանա, որ այո, քաղաքական խոսություն կարող է նաև հանդիպել իր հասցեին ոչ միայն փառաբանող խոսքեր, ինքը պատմել է, որ երբ որ Գյումրիում դուրս է եկել մարդկանց հետ հանդիպման, մեծ մաս ասել են, որ իրան սիրում են։ Ինչ-որ մարդիկ են եղել, որ Վահագ Ալեքսանյանին ասել են, որ իրան սիրում են, եւ եթե նա լսել է նման խոսքեր, ուրեմն պետք է նաև պատրաստ լինի լսելու նաև խոսքեր, որոնք իր նկատմամբ սեր չեն արտահայտում, այլ ճիշտ հակառակը պետք է ըմբռնումով դրան մոտենալ, դա պատճառ չպետք է հանդիսանա պատգամավորի կողմից իր պարտականությունները կատարելու հարցում։ Իսկ ինչ վերաբերում է Ռուբինյանին, չեմ ուզում շատ մեկնաբանեմ, Ռուբինյանը եթե այտենց անհանգիստ է զոհված զինծառայողների ծնողների հանդեպ հանրային գործիչների վերաբերմունքից, թող ուշադրություն դարձնի, թե ինչ վերաբերմունք են արժանացել զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուր парքի Պանթեոնում իրենց իշխանության ներկայացուցիչների կողմից։ Ես պարզապես իմ խոսքում առանձնացրել եմ Գեգամ Նազարյանին իր հրաշափառ որդու սխրանքներից, անձնազոհությունից, նրա գործունեությունից, որը որևէ կերպ չի առնչվում Գեգամ Նազարյանի գործունեության հետ եւ փորձել եմ Գեգամ Նազարյանի ստվերը չգցել նրա որդու փառահեղ հիշատակի վրա։ Եվ Հայաստան դաշինքի դիրքորոշումը եւ ԿՊԱ-կանների ձեզ հետ չհանդիպելը, մեզ հետ հարցազրույցներում այս ամեն ինչը անլուրջ որակելը ինչի մասին է խոսում, որ ըստ էության իսկապես Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու հիմքեր չկան, չկա ժողովուրդ ուզում է, որ այդ մարդը մնա Հայաստանի վարչապետի պաշտոնում,
ինչ է հուշում այս ամենը ձեզ։ Իրենք շատ լավ հասկանում են, որ սա իսկապես շատ լուրջ է, հասկանում են դրա լրջությունը, ինչպես կարող է անլուրջ որակվել մի process, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ բխում է պատգամավորների իրավասություններից, նրանց պարտականություններից։ Այդ իմաստով կարելի է համարել, որ առասարակ նրանց ցանկացած գործունեություն պետք է անլուրջ լինի, չի կարող Սահմանադրությամբ օրենքով սահմանված գործընթացները անլուրջ որակել։ Ես կարծում եմ, որ ճիշտ հակառակ իրենք գնահատելով, հասկանալով դրա լրջությունը, հասկանալով այս զարգացումների հնարավոր հետևանքները, իրենք են փորձում խուսափել, անլրջացնել, սենց կրավորական կեսվածք ընդունել, բայց ներսում ունենալով լուրջ անհանգստություն։ Ինչպես կարելի է անլուրջ համարել մի գործընթաց, որի մասին վերջին 10 օրվա ընթացքում խոսում է ողջ հասարակությունը։ Ես արդեն ոնց որ թե չկա մի հարցազրույց, որ որևէ հասարակական գործիչ, քաղաքական գործիչ գնա միտեղ հարցազրույցի եւ նրան լրագրողները այդ հարցը չտան, ազգային ժողովում այդ հարցը քննարկումների առարկա չդառնա, երկու խմբակցություն դրա վերաբերյալ հայտարարություն անի, ինչպես կարող այդ ամեն ինչը համար։ Սա իսկապես շատ լուրջ է եւ կարծում եմ, որ իրենք հասկանում են դրա լրջությունը եւ հենց դրանից են վախենում, տենց բան լինում է, չէ, որ մարդը դժվար վիճակի մեջ է հայտնվում, ստրեսի մեջ է հայտնվում, միշտ չի որ լացում է։ Երբեմն նաև ծիծաղում է, այսինքն այդ ստրեսի արտահայտման ձևը, հիմա իրանց մոտ կարծում եմ ստրեսի արտահայտման այդ ձևն է դրսևորվում։ Այսքան ժամանակ հանդիպում ունեցել եք, հա, քաղաքացիների ընդունելության շրջանակներում ինչ եզրահանգման եք եկել ընդհանուր։ Ինչպես է տրամադրված։ Առայժմ համենայն դեպս այն պատգամավորների հետ, որ հանդիպել եմ, երկու փաստացի երկու հանդիպում ա կայացել։ Մեկ Հայաստան խմբակցության պատգամավոր պարոն Ղազարյանն էր, եւ մյուսը Գեգամ Նազարյան։ Գեգամ Նազարյանն առասարակ խուսափեց հարցերին պատասխանելու, նրա այդ հանդիպումը չի կարելի ֆունկցիոնալ համարել, ավելին նա ասաց, որ ինքը նույնիսկ տեղյակ չի կառավարության գործունեության ծրագրին, չի ծանոթացել եւ ինքը իր պարտականությունները կատարելուց թերանում է, դա խոստովանել է, անիմաստ է շարունակել, իսկ պարոն Ղազարյանը ըստ էության համաձայնություն տվեց, որ կառավարության ծրագիրը չի կատարվում եւ խոստացավ, որ այդ մասին իմ առաջարկությունը կփոխանցի նաև իրենց խմբակցության, իրենց հանձնաժողովի մյուս բոլոր պատգամավորներին, որտեղ ինքը այդ պահին ներկայացնում էր իրենց հանձնաժողովը, այլ ոչ թե խմբակցությունը կամ իրեն անձնապես։ Շնորհակալություն։ Ժամը 2-ին է հանդիպում, այլ